Բարև ձեզ, ես Փրենի Դավթյանն եմ եւ այսօր Սուրեն Պետրոսյանի հետ կանդրադառնանք քաղաքական կարևոր իրադարձություններին։ Բարև ձեզ։ Այս ֆորմատով մենք անդրադառնալու ենք քաղաքական իրադարձություններին եւ այն ներկայացնելու ենք մեր տեսանկյունից, արտահայտելու ենք մեր մոտեցումները, ինչու՞ չէ նաեւ ունենալու ենք վերլուծություններ եւ կարծում եմ այս ֆորմատը կլինի շարունակական։ Հիմա ամբողջ Հայաստանում խոսում են Գյումրիի նոր քաղաքապետի ձերբակալման մասին։ Ինձ համար հարց է դա, որ արդյոք դա նորմալ բան է, մարդուն հենց նոր ընտրվելուց հետո այդպես արագ ձերբակալում են, քանի որ Հայաստանը դեմոկրատ երկիր է համարվում։ Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղհալածյալ է, թե կաշառքլափող։ Խորհրդարանն այսօր վաղ առավոտից այս թեման էր քննարկում, ինչը իշխանության եւ ընդդիմության միջև դարձավ փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների պատճառ։ Սկսեմ դեմոկրատիայից։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, Հայաստանը այն մակարդակի ժողովրդավարություն չէ, ինչը որ ներկայացվում է իշխանության կողմից։ Անգամ դրա հետ որևիցե աղերս չունի։ Եվ անգամ այս փաստը արձանագրված է միջազգային մակարդակում Freedom House-ի ցուցանիշներում, որտեղ Հայաստանը գնահատվում է որպես մասնակի ազատ երկիր։ Իսկ ժողովրդավարության առումով գնահատում է որպես անցումային գոտում գտնվող երկիր, այսինքն ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն։ Իդեպ այս փուլում Հայաստանը գտնվում է շատ երկար տարիներ, երևի թե մի 15 տարի կլինի, որ Հայաստանը այս հատվածում է գտնվում։ Այս թեմային դեռ մենք հնարավորություն կունենանք ավելի մանրամասն անդրադառնալու եւ կներկայացնենք, թե հատկապես ինչ կետերով է, որ Հայաստանը բացարձակապես չի համապատասխանում եւ իրավունք չունի կոչվելու ժողովրդավար երկիր։ Բայց այս պայն ուղղակի հավելեմ, որ ժողովրդավարությունը նպատակ չէ, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ ժողովրդավարությունը ընդամենը միջոց է ունենալու ուժեղ եւ կենսունակ պետություն։ Ընդամենը միջոց։ Եվ որևիցե կերպ նաեւ ժողովրդավարությունը չի կարող հանդիսանալ որպես անվտանգության գործոն, ինչպես եւս իշխանությունը ներկայացնում է, որ մենք լինելով ժողովրդավար կունենանք նաեւ անվտանգություն եւ աջակցություն կստանանք տարբեր գերպետություններից։ Սա եւս մեծագույն միֆ է։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի ձերբակալությանը, կարծում եմ, որ այդտեղ բնականաբար կար քաղաքական կոմպոնենտ, սակայն այդ օրակարգը միևնույն ժամանակ չափազանց ուռճացված է, որովհետեւ պարլամենտական ընդդիմությունը կամ նախկին իշխանությունների հետ կապակցված յուրաքանչյուր մարդ կամ յուրաքանչյուր ուժ որևիցե կերպ իշխանության համար սպառնալիք լինել չի կարող, որովհետև նրանք խորապես մերժելի են հասարակության գրեթե բոլոր շերտերի համար, եւ ասեմ ավելին, պարլամենտական ընդդիմություն եւ նրանցից բխող տարբեր ուժեր եւ անհատներ ոչ թե հակառակորդ են ներկա իշխանության, այլ ներկա իշխանության պլատֆորմն են, միակ հենարանը չլինի պարլամենտական ընդդիմությունը, չի լինի իշխանությունը։ Այդ իսկ պատճառով ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ եթե չլինի ընդդիմափոխություն, Հայաստանում չի լինի իշխանափոխություն, եւ դրա շարունակությունը, որը կարելի է ուղղակի արձանագրել որպես փաստ, այսօր Հայաստանում փոխհամաձայնեցված խմբիշխանության է։ Հետևաբար իշխանության համար օդի եւ ջրի նման անհրաժեշտ է պարլամենտական ընդդիմությունը որպես ընդդիմադիր բևեռ, իսկ պարլամենտական ընդդիմության համար հավասարապես անհրաժեշտ է այս իշխանության նման իշխանություն։ Շատ լավ, անցնենք բանակի առնչվող հարցին։ Գիտես, որ բանակում պարտադիր ծառայությունը դառնալու է 1.5 տարի, իսկ ինչ կարծիք ունես դրա մասին։ Անկախ նրանից, որ իշխանությունը հայտարարեց, որ այդ կես տարվա բացը լրացվելու է պայմանագրային զինծառայողներով, այնուամենայնիվ սա էությունը բացարձակապես չի փոխում։ Սա առաջին հերթին այս պահին ավելի շատ նախընտրական քարոզարշավի է նմանվում իշխանության կողմից, բայց ավելի գլոբալ առումով սա լրջագույն խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը բանակը որպես այդպիսին չի ընկալում այլևս մեր անվտանգության երաշխավոր, եւ բացի այն, որ նա ընդունում է թշնամու կողմից պարտադրված բոլոր պայմանները, նաեւ դրան զուգահեռ գնում է ըստ էության բանակի կազմալուծման։ Այնինչ Ադրբեջանը նույնիսկ այսօր չի թաքցնում իր շարժառիթներն ու նպատակները, եւ նա շարունակում է նույն կերպ հասարակությանը պատրաստել պատերազմի, քարոզել հակահայկականություն եւ անգամ նրանց դասագրքերում շարունակում են մնալ հայատյաց տեքստերը եւ այդ հայատյաց բովանդակությունը։ Դրան զուգահեռ մենք կարող ենք տեսնել, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է մոտ 5 միլիարդ դոլար։ 2019 թվականի համեմատ նրա ռազմական բյուջեն աճել է 160%-ով, իսկ 2024 թվականի դրությամբ աճել է 31.6%-ով։ Իսկ հետևությունները կարող եք անել ինքներդ։
Սփյուռքի կյանքում եղել է շատ կարևոր իրադարձություն։ Կանադայում նշվել է Արամ Առաջինի կաթողիկոսության 30-ամյակը, որտեղ նա իր ելույթում ասեց, որ Հայաստանը գնում է ինքնաոչնչացման, իսկ Սփյուռքը ձուլվում է։ Արամ առաջին կաթողիկոսի արտահայտած մտքի հետ մասամբ համաձայն եմ։ Այո, ցավոք Հայաստանը այսօր գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, բայց Հայաստանը երբեք չի ոչնչանալու։ Եվ մենք այս իրավիճակը բնականաբար կարողանալու ենք եւ անպայման հաղթահարելու ենք։ Սակայն այսօր ցավոք հայությանը միավորող գաղափար որպես այդպիսին այլևս չկա։ Եվ նաև Հայաստանի իշխանությունն է որպես այդպիսին ջանք եւ երանգ չի խնայում, որպիսի Հայաստան-Սփյուռք կապը վերջնականապես ընդհատվի։ Եվ նաև այս առումով շատ կարևոր է հիշել, որ սա նաև բխում է թշնամու նպատակներից, որովհետև մի քանի տարի առաջ Էրդողանը իր խոսքում շատ պարզ եւ բացահայտ նշեց, որ Հայաստանի հետ այլևս հարցերը լուծված են։ Հայաստանը իրենց համար այլևս վտանգ չի եւ իրենց միակ վտանգը սպառնում է Սփյուռքից, որովհետեւ Սփյուռքում են կենտրոնացած հայ ազգի հիմնական մտավոր ներուժը, ինչու՞ չէ նաեւ մնացած այլ ռեսուրսները։ Իսկ ինչ վերաբերում է հայերի ձուլմանը, կա նաեւ այդ մոտեցումը հաստատող որոշակի փաստ, մասնավորապես վերջին տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը համարում է անհետացման եզրին գտնվող լեզու։ Ամփոփելով այս միտքը, այնուամենայնիվ նշեմ, որ հենց Սփյուռքում է գտնվում մեր հիմնական ներուժը եւ ռեսուրսը, որը թույլ կտա մեզ հաղթահարել այս խորքային ճգնաժամը։ Եվ մենք օր առաջ պետք է կարողանանք Սփյուռքի հետ հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի, եւ Սփյուռքը պետք է ներգրաված լինի պետականաշինության գործում եւ ոչ երբեք լինի այն դիրքում, ինչպես եղել է 30-ից ավել տարիներ, որտեղ Սփյուռքին մշտապես դիտարկել են որպես դրամապանակ, ումից միայն փող են խնդրել կամ փող են մուրացել եւ դրանով իսկ օտարել են Սփյուռքին։ Ես Սփյուռքից եկած, ինձ համար շատ հետաքրքիր է, որ ինչ պիտի անենք, որ պահպանենք այդ կապը Հայաստանի հետ։ Սփյուռքի չձուլման եւ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման համար առաջին խոչընդոտը դա ամենևին էլ տեխնիկական միջոցները չեն, թե ինչպես դա իրականացնել։ Հիմնական խնդիրը թաքնված է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև առանցքը Սփյուռքի ամրապնդման, պետություն-Սփյուռք կապի ամրապնդման, հայկական ինքնության պահպանման եւ Սփյուռքի չձուլման մշտապես եղել է եւ կա ու կմնա միայն Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար դրա համար շատ կարևոր է, որ մենք ունենանք իրականում հայկական քաղաքական համակարգ, ոչ թե իր ձևով, այլ բովանդակությամբ, որը կլինի այդ առանցքը, որը իր շուրջ կմիավորի աշխարհում բոլոր հայերին, բոլոր սփյուռքներին եւ այդ կապը կլինի շատ ինստիտուցիոնալ։ Դրա արդյունքում նաեւ պետք է ձևավորվի միասնական գաղափար, որը կմիավորի Սփյուռքին, որը թույլ չի տա, որ ոչ միայն չձուլվեն, այլ նաեւ այդ Հայաստան-Սփյուռք կապը շարունակաբար ամրապնդեն։ Շնորհակալություն Սուրեն ջան բոլոր պատասխանների համար։ Իսկ հիմա անցնենք մեր ամենասիրված ավանդական հարց ու պատասխան ֆորմատին։ Գրիգոր Շինարարի նվիրված թողարկման մեկնաբանություններում չէր կարելի անտեսել մի շատ հուսահատ մեկնաբանությունը։ Այս մեկնաբանությունը տրվել է Նայրա Պետրոսյանի կողմից։ Փախչում եմ ինքս ինձնից, իմ պաշտելի հայրենիքից, ինչին նվիրել եմ իմ ողջ կյանքը։ Փախչում եմ իմ հուշերից, իմ ապրած ու իմ դավանած արժեքներից, իմ նախնիների գերեզմաններից, իմ սիրելի մարդկանցից, որ դեռ մնացել են քանիսը։ Նիկոլն ու Աննան ձեր իրական հայելին էին, ստախոս, դավաճան ու աղտոտ։ Ողբերգական իրադարձությունների հիման վրա մենք դառնում ենք գաղթականներ։ Հասկանում եմ Նայրա Պետրոսյանի հուսահատությունը, սակայն այստեղ գրվածի հետ մասամբ եմ համաձայն։ Ներկայիս իշխանությունը 30-ամյա քաղաքական համակարգի հետևանքն է, սակայն այս իշխանությունը մեր ազգի պատկերը չէ եւ որևիցե կերպ չի արտացոլում մեր ազգի պատկերը։ Շատ կարեւոր է նաեւ, որ մենք ինքներս մեզ որևիցե պարագայում չառանձնացնենք եւ չտարանջատենք ազգից եւ որևիցե պարագայում նաեւ չփնովենք մեր ազգին եւ ժողովրդին։ Այն ամենի մեջ, ինչ որ դուք թվարկեցիք, իհարկե առանցքային պատասխանատվություն ունեն հենց իշխանությունները եւ սա այս ամենը իշխանությունների հետևանքն է եւ ոչ թե ազգի կամ ժողովրդի որակով է պայմանավորված։ Եվ վերջինը, մենք պատմության ընթացքում ունեցել ենք շատ ավելի խնդրահարույց, շատ ավելի ճգնաժամային իրավիճակներ, բայց մշտապես դա կարողացել ենք հաղթահարել։ Չափազանց կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ստանձնի իր չափաբաժին պատասխանատվությունը եւ դրանով առաջ շարժվի, ինչպես արդեն նշեցինք, առանց իրեն տարանջատելով ընդհանուրից։
Վերջին թողարկումներից մեկում, որը նվիրված էր Միքայել Արամյանցին, մի շատ հետաքրքիր մեկնաբանություն տեսա, որը հայերը կառուցում էին նախկինում, այսպես ասած, կառուցում էին Կոստանդնուպոլիսում, Թիֆլիսում եւ Բաքուում, փոխարենը իրենք իրենցը կառուցեին։ Այս հետաքրքիր մեկնաբանությունը տրվել է Մարինա Մինասյանի կողմից։ Պետք չէ զղջալ, որ այդ ամենը կառուցվել է Թիֆլիսում։ Եթե դա կառուցվեր Երևանում, վստահ եղեք, վաղուց արդեն կքանդվեր, ու դրա տեղում բարձր շենքեր կկառուցվեին։ Երևանի Պուշկին փողոցում հրաշալի հին առանձնատներ կային, իսկ հիմա դրանք ոչ մեկը չկան։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ տվյալ ժամանակահատվածում աճի կենտրոնները կամ մեգապոլիսներն էին համարվում Թիֆլիսը, ինչու չէ նաև Բաքուն, եւ արդար չէ լինի այդ մարդկանց մեղադրել իրենց գործունեության համար, նաև հաշվի առնելով, որ տվյալ ժամանակահատվածում մենք չենք ունեցել ազգային պետություններ կամ այնպիսի իշխանություններ, որոնք կխրախուսեին այն։ Սակայն այստեղ ցավալին այն է, որ դրանից որոշ ժամանակ անց կառուցվեց եւ շենացվեց Երևանը, դառնալով բավականին զարգացած մայրաքաղաք։ Իսկ դրանից հետո, երբ անկախացավ ԽՍՀՄ-ից եւ ձևավորվեց Երրորդ հանրապետությունը, մենք ուղղակի չպահպանեցինք հին Երևանը եւ այն ուղղակիորեն կարելի ասել վերացրեցինք։ Այն պարագայում, երբ օրինակ Ադրբեջանը ընդհանրապես չունենալով հին Բաքու, նա զրոյից ուղղակի ստեղծեց եւ կերտեց հին Բաքու, ուղղակի կեղծելով նաեւ պատմությունը։ Այն պարագայում, երբ մենք ունենալով այդ հին քաղաքը չպահպանեցինք, այլ ուղղակի վերացրեցինք եւ այսօր նաեւ այդ նույն վերաբերմունքին է արժանանում Կոնդը։ Սակայն այստեղ ցավալին այն է, որ որոշ ժամանակ անց, երբ Երևանը կառուցվեց, շենացվեց եւ դարձավ ամենազարգացած մայրաքաղաքներից մեկը, մենք չպահպանեցինք այդ ժառանգությունը եւ Երրորդ հանրապետության ժամանակաշրջանում մենք ոչ միայն չպահպանեցինք Երևանի դիմագիծը, այլ ամբողջությամբ այն խեղաթյուրեցինք, անգամ կարելի է ասել իսպառ վերացրեցինք հին քաղաքը, որը չափազանց կարևոր էր ոչ միայն մեր մշակութային առումով, այլ նաև մեր ինքնության եւ պատմական այդ ընթացքը չընդհատելու առումով։ Սակայն ցավալին այստեղ այն է, որ որոշ ժամանակ անց, երբ կառուցվեց եւ շենացվեց Երևանը, դառնալով ամենագրավիչ մայրաքաղաքներից մեկը, մենք չպահպանեցինք այդ ժառանգությունը, մասնավորապես Երրորդ հանրապետության ժամանակահատվածում չպահպանվեց Երևանի դիմագիծը եւ իշխանությունները յուրաքանչյուրը սպասարկելով իր սեփական խմբային շահը ուղղակի մաս-մաս պատառ արեցին Երևանը, զրկելով դրան իր ամբողջական դիմագծից։ Նաև այս տրամաբանության շրջանակներում նաև վերացվեց հին քաղաքը, որը չափազանց կարևոր նշանակություն ուներ մեր եւ մեր պատմության համար։ Եվ վերջին մեկնաբանությունը, որ տրվել է Արմեն Գրիգորյանի կողմից։ Սուրեն ջան, շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Մեծ հաճույքով ամբողջ ընտանիքով ամեն 5 շաբթի դիտում ենք ձեր թողարկումը։ Իսկ հարցը հետեւյալն է. խնդրում եմ ասեք ձեր կարծիքը։ Ինչ ուժեղ կողմեր են ունեցել Հայաստանի ղեկավարները վերջին 30 տարիների ընթացքում։ Մինուսների մասին բոլորս գիտենք։ Արմեն Գրիգորյանը շատ հետաքրքիր հարց է տվել եւ ամենայն հարգանքով, սակայն սա այն դեպքը չէ, որտեղ նպատակահարմար է առանձին դրական հատկանիշներին անդրադառնալ։ Այդ նույն տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա մենք պետք է ասենք, որ ներկա իշխանության միակ դրական կողմը, օրինակ, դա ասֆալտապատման իրականացումն է։ Սակայն պետության ղեկավարումը ամբողջությամբ այլ բանի մասին է, եւ ղեկավարների դրական կամ բացասական կողմերը հնարավոր է չափել միայն նրանց արձանագրած արդյունքների հիման վրա։ Այս խորքային ճգնաժամը, որը վերածվել է ինքնության ճգնաժամի եւ այն իշխանությունը, որը այսօր ունենք, այս քաղաքական համակարգի ուղղակի հետևանքներն են։ Հետևաբար այս համայնապատկերի շրջանակներում ուղղակի նպատակահարմար չէր լինի առանձնացնել ինչ որ ղեկավարների դրական կողմեր կամ առանձնահատուկ խոսել նրանց մասին, որովհետև նրանց քաղաքականության իրականացման հետևանքը որպես այդպիսին մեր այսօրվա ծանրագույն իրավիճակն է։ Շնորհակալություն Սուրեն։ Գրեք ձեր մեկնաբանությունները եւ մինչ նոր հանդիպում։